Մի վանական գնում է այդ մի ծերի մոտ, ասում է ընկա, այսինքն անկում ունեցա, ասում է ոտքի կանգնիր, ասում է նորից եմ ընկնում, ասում է նորից ոտքի կանգնիր, ասում է շատ եմ ընկնում, շատ ոտքի կանգնիր, մինչև կյանքի վերջ ոտքի կանգնիր, մարդուն հատուկ կանգնելը, բայց ավելի հատուկ է կանգնելը, տեսեք երեխան երբ որ սկսում է քայլել, սկզբում չէր քայլում, չոչ անում, սողում է գետնի վրա, բայց ինքը մեծ ձգտում ունի քայլելու, տեսնում եք ինչ էներգիա է երեխան, մենք եկ չենք կարող այն, ապլաստոսկի են ասում, ասենց գետնի վրա սողում է, հենց մի քիչ ոտքի է կանգնում, չի դադարում, ինքը քայլում է նորից, բայց ընկնում է նորից, բայց իր ձգտումը քայլելու շատ մեծ է։ Երբ որ սկսում է քայլել, վազում է, վազելու ժամանակ ավելի շատ անգնում, բայց ինչքան որ ինքը ձգտում է, քայլում է, ինչքան որ է ձգտումը մեծ է, այնքան քայլելու ընթացքը շատ անկնելու հնարավորությունները քիչ են լինում, ճիշտ այդպես էլ քրիստոնյայի կյանքում սկզբում գետնի վրա է, կեղտի մեջ թավալված է, մեղքի մեջ է, իսկա չէ, չեմ ուզում ես սողամ գետնի վրա, ուզում եմ ոտքի կանգնել, դժվար է ոտքի կանգնելը, բայց իր մեջ ձգտում, եթե շատ մեծ է, ուզում է ոտքի կանգնել, չի ուզում այդպես մնա, չի ուզում ինքը սողա, չի ուզում ինքը մեղքի սատանայի չարի ծառայել, չի ուզում, այդ ձգտում իրան ոտքի է կանգնեցնում, բայց քանի որ շատ է սողացել, հեշտ չի քայլելը, մի քիչ քայլում է, ընկնում է գետին, էլ չի սողում, բայց շատ է ընկնում, բայց ընկնելով կանգնում է, եւ հետո որ սկսում է քայլել, սովորում է քայլել, ընկնում է հպարտության մեջ, ուզում է վազի, հասկանում ես, այդպես նորադարձների մոտ է լինում, երբ որ իրենք Աստծուն ճանաչում են, ընկնում են ծայրահեղության մեջ, որպես կանոն, հենց նորադարձները իրենք ծայրահեղության մեջ են միշտ ընկնում, իրենք ծոմեր են պահում, երկրպագություններ են անում, sense վայրիվերում, սկսում են վազել, բայց դեռ դու նոր ես քայլել սովորել, ու ես վազում, ու այդ վազելու ժամանակ բնականաբար պետք է ընկնեն, մեկ երկրում գնում են, տեսնում են, չէ, դանդաղ ես գնում, երկար ճանապարհ կգնաս, վազում ես, կհոգնես, կընկնես, սկսում են դանդաղ գնալ, տրամաբանված քայլել, զգուշանում է, որ չընկնեն, այսինքն, երբ որ դու մեղքի ճանապարհ ես գնում, դու իմացի, որ անընդհատ դիմացը թակարդներ են լարված, իմաստուն մարդը իր աչքի դիմաց նայում է, որ հանկարծ թակարդների մեջ չընկնի, այդպես էլ քրիստոնյայի կյանքում չարի թակարդները, գայթակղությունները մեղքի անընդհատ կան, մտքի առջև, հոգու առջև, կյանքում, ներսից, դրսից, ամբողջ գայթակղություններ են, այսինքն զգույշ պետք է լինես, որ ընկնես, բայց սա էլ հիշեք, որ քրիստոնյայի համար անկումը ավելի մեծ բարձրանալու առօրյային զսպանակի նման է, որ սխմում ես թռնում, մենակ չհուսահատվի, ընկնելուց ինքը ավելի շատ բան է սովորում, քան թե քայլելուց, ձեր կյանքում էլ փորձեք, եթե մենք ձգտում ունենք, փափագ ունենք քայլելու, առ Աստված գնալու, ընկնելը մեզ ավելի շատ բան է սովորում, քան թե ապահով, իբրև թե ապահով, անհոգ քայլում ենք, անջատված, բայց ղեկին չպետք է քնես, ղեկին որ քնեցիր, թար կլինի, այդպես էլ մենք այնքան ենք ղեկին քնում ենք, էլ միտեղ խփում ենք, ուրեմն հենց այս նույն օրինակով մենք երբ որ ընկնում ենք, պետք է կանգնենք, այդ կանգնելու մեջ պետք է սովորենք, հասկանում ես, երբեմն քրիստոնյաները չեն հասկանում, այս քրիստոնեական պարզ ճշմարտություն, ասում են, դե մարդը միշտ էլ մեղք է գործում, էլի, մարդը մեղավոր է, այսինքն իրենք չեն հասկանում, ընկած են, հելած են, երբ ընկան, երբ հելան, հստակություն չկա, չէ, տարբեր մեղքերի մեջ անգնում քրիստոնյա, տարբեր ժամանակ անգնում, տարբեր աստիճանների մեղքեր մտնում, տարբեր ժամանակով անգնում,
երբեմն ընկնում է դուրս է գալիս, ավելի շատ արդարության, ավելի շատ քայլում է, քան ընկնում է։ Սրանք տարբեր են, մենք պետք է հստակ գնահատենք մեր ընթացքը, հասկանանք որտեղ թերացանք, որտեղ ընկանք, ինչպես ընկանք, որ մյուս անգամ չընկնենք։ Այսինքն շատ լուրջ մտավոր աշխատանք մենք պետք է անենք մեղքի ճանաչելու մեջ։ Ասում են դե գայթակղությունը ամբողջ աշխարհում կա, այո, կա մեղքի գայթակղությունը կա, բայց տարբեր է, տարբեր տեղից է գալիս։ Ներսից կա, դրսից կա, ներսից ավելի վտանգավոր է, քան դրսից եկող գայթակղությունը։ Դրսիցը քո դիմացն է, դու հստակ տեսնում ես, կարող ես պաշտպանվել, ներսիցը քո թիկունքից դաշույնն է, որ քեզ խփում է։ Այսինքն այս ընթացքը քրիստոնեական կյանքի, անգամ անկումներով, վայրի վերումներով պետք է իմաստությամբ լինի։ Մենք ամեն ինչից դաս պետք է սովորենք, որպեսզի մեր նպատակն ի՞նչ է, խաղաղության նավահանգիստը հասնել, բարի վերջ ունենալ։ Սա է մեր նպատակը, հա? Հետ չգնալ, ընկնել, կանգնել, բայց առաջ գնալ։ Ինչպես երեխան միշտ գնում է, չուզում ընկնի։ Եվ իրապես հասնում է իր նպատակին երեխան, հետո քայլում, հետո շատ ուշ է ընկնում, ընկնելուց լավ ջարդվում է, բայց երբեք չի դադարում իր ձգտումը խաղալու, քայլելու, թռվռալու, այս ինչպես Քրիստոս ավետարանում ասում է, եթե չլինեք երեխաների նման, այսպես հզոր ձգտում չունենաք, չեք մտնի երկրի։